Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր ներծարի գիշերային շոուի ընթացքում մենք կպարզենք ինչ կխոսեին Երևանի արձանները, եթե հանկարծ կենթանանային։ Մեր հատուկ հյուրն է Հանրապետության վաստակավոր նկարիչ, քանդակագործ եւ բեմանկարիչ Դավիթ Մինասյանը։ Եվ հիմա ներս եմ կանչում մի մարդու, ով կարողանում է խոսել Երևանի արձանների հետ։ Ծափահարություններն ավելի ուժգին, բեմում է մեր անզուգական հաղորդավարը Ներսես Ավետիսյանը։ Բարի երեկո սիրելի հանդիսատես, եթերում ներծարի գիշերային շոուն է, շնորհակալ եմ, որ այս երեկո կրկին մեզ հետ եք, ողջունենք նաև մեր նվագախմբին, Ruslan and Friends, տղեկ, բարի երեկո, շնորհակալ եմ, որ կրկին ներսում եք, նվագախումբը միշտ ինձ հետ ներսում է, ստեղծելով ջերմ մթնոլորտ եւ այո, Արսեն, ես զբոսնում եմ Երևանով ու հա, կանգնում եմ արձանների մոտ, ուզում եմ պատկերացնել, թե ինչ կխոսեին նրանք ինձ հետ։ Լուրջ, մեր քաղաքում շատ արձաններ կան, լուր կանգնած են տարբեր անկյուններում, բայց պատկերացրեք, եթե նրանք հանկարծ կենթանանային ու սկսեին խոսել, ինչ կասեին նրանք։ Օրինակ, Մաշտոցի արձանը գուցե կասեր, ժողովուրդ, ազգ, հայություն, ես այբուբեն եմ ստեղծել, բայց դուք էմոջիներով ու լատիներեն տառերով եք գրում։ Ու ճիշտ կասեր, կամ Թումանյանի արձանը նստած իր բազկաթոռում կարող էր դժգոհել։ Ես գիտեի, թե ես եմ ամենայն հայոց բանաստեղծն ու հեքիաթ ասածը։ Ես հեքիաթներ էի գրում երեխաների համար, բայց դուք ժողովրդի համար այն տեսակ հեքիաթներ եք հորինում, որ նստած ստեղը քարացել եմ։ Իսկ Արամ Խաչատրյանի արձանը թերևս կասեր, ես ամեն ինչ արել եմ, որ հայկական մեղեդին ավելի վեհանա, իսկ դուք ամեն բան անում եք, որ մենք վերանանք։ Արնո Բաբաջանյանի արձանն էլ երևի լսողությունը կորցրել է, որովհետև ռաբիզն ու թուրքականը երկու լումա փող են հավաքում ու չկա մեկը, որ այդ սինթեզատրի լարերը պոկի։ Հանդիսատեսը ինձ հետ կարծում եմ համաձայն է։ Երևանի արձանները շատ բան ունեն պատմելու մեզ եւ գուցե ժամանակն է, որ մենք էլ ուշադիր լսենք նրանց լուր խոսքերը։ Իսկ հիմա ժամանակն է տեղափոխվելու մեր տաղավարի ամենահամեղ հատվածը։ Գնացինք։ Բիենդեմ կոնյակը հայտնի է իր նուրբ համով ու բարձր որակով, այն պատրաստվում է հատուկ ընտրված խաղողներից ու հնեցվում է կաղնու տակառներում, ստանալով յուրահատուկ բույր եւ համ։ Այս կոնյակը մեր շոուի գործընկերն է եւ մենք ուրախ ենք ներկայացնել այն ձեզ։ Ու հիմա այսօրվա իմ հատուկ հյուրի համար ես կլցնեմ Բիենդեմ 10 տարեկան ֆանտաստիկ կոնյակը։ Կոնյակը պատրաստ է, այնպես որ այս պահին, սիրելի հեռուստադիտող, կարճ դադար, որից հետո մենք կվերադառնանք, կշարունակենք ներսարին։ Գնացինք։ Քեզ համար է ասաման, բայց tosնում է անիզուր։ Շուտով կհյուրընկալենք վաստակավոր նկարիչ, քանդակագործ եւ բեմանկարիչ Դավիթ Մինասյանին։ Մի հեռացեք, շոուն շարունակվում է։ Այն ծառի տագուր այնքան մենք շրջել ենք անրջել ենք մեր սիրո ապագան Սիրելիս սերախաղ չէ բաղթ է անգին թե սիրես դուր քո սիրտը դուր քո հոգին ողջ կյանքը Բարի վերադարձ սիրելի հանդիսատես, արձաններից խոսեցինք եւ անպայման պիտի ասեմ իմ ամենասիրելի արձանախմբի մասին։ Տղամարդիկ, հա, լավն են, ուժեղ են, իրական են, շատ ու ոչ միայն որ ֆիլմի հերոսներն են, այլև որովհետև ընկերության մասին են, հայի կերպարի եւ դիմագծերի մասին են, հիշողություն ունեն ու պատմում են մեր քաղաքի մասին։ Հիմա ներս եմ հրավիրում հենց այս ամենահայտնի արձանախմբի հեղինակին։ Մարդում հետ անverջ կարելի է զրուցել ցանկացած թեմայից, նրան կարելի է լսել նրա գործերով, հիանալուց բացի նաեւ դրանց շուրջ խորհել ու անverջ սովորել։ Դիմավորեք մեր այսօրվա հատուկ հյուրին, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, քանդակագործ եւ բեմանկարիչ Դավիթ Մինասյան, ներս եկեք։ Purple rain, purple rain Purple rain, purple rain Purple rain, purple rain I only wanted to see you laughing in the purple
Բարի երեկո, պարոն Մինասյան։ Բարի երեկո։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում ու շատ շնորհակալ, որ այստեղ եք։ Ոնց եք։ Լավ, մերսի, ես էլ եմ շնորհակալ, փոխադարձ շատ հաճելի է։ Պարոն Մինասյան, ամենասկզբում ուզում եմ միանգամից խոսենք հայրերի եւ որդիների կապի մասին միասին ու ձեր հայրը Յուրի Մինասյանը ճանաչված քանդակագործ, դուք վերցրել եք ձեր հոր մասնագիտությունը, ինչ ազդեցություն է նա թողել ձեզ վրա։ Ամենաուժեղ, ամենապինդ ու ամենակարևոր ազդեցությունը առաջի ուսուցիչս է եւ բնականաբար ծնվելով արվեստագետի ընտանիքում, եթե այնպես է ստացվում, որ նույն մասնագիտությունն ես ընտրում, արդեն բախտավոր մարդ ես, որովհետեւ 24 ժամ ամեն օր փոքր հասակից անընդհատ տեսնում ես, անընդհատ սովորում ես եւ այն ամեն ինչի իմ մոտ ինչ որ ստացվում է կամ չի ստացվում, հաջողվում է, բնականաբար հորս իհարկե շնորհքն է եւ իր փոխանցած ինֆորմացիան։ Շարունակելով այս թեման, դուք արդյոք կուզեիք, որ ձեր զավակներից մեկը դառնար քանդակագործ։ Ոչ։ Դժվար գործ է շատ։ Շատ մանրամասն եմ։ Եթե ուզենան, ես ամենայն դեպս մի բան եմ իմ համար հաստատ որոշել, որ ես չեմ ուղղորդելու, չեմ ստիպելու, ես օգնելու եմ։ Ինչ երեխաներից որ մեկը ինչ որոշի եւ ինչ մասնագիտություն ընտրի, ես ամեն ինչ անելու եմ, որ այդ մասնագիտության մեջ ինքը ունենա հաջողություն եւ կայուն մասնագետ դառնա։ Բայց քանդակագործությունը այնքան դաժան, այնքան ծանր աշխատանք է, որ կարծում եմ մի քիչ ավելի գոնե այնպես մասնագիտություն ընտրեն, որ գոնե շաբաթ-կիրակի ունենան։ Հասկացա, հանգստի հնարավորություն լինի։ Իսկ ինչ պետք է սովորեցնեն հայրերը որդիներին, պարոն Մինասյան։ Հայրերը որդիներին պետք է ոչ թե սովորեցնեն, այլ հայրերը որդիներին պետք է փոխանցեն как minimum, որ նվազագույնը պետք է փոխանցեն այն ինֆորմացիան, որ եկել է իրանց հայրերից, պապերից։ Մենք բոլորս կրիչներ ենք, հա, կրիչ ինֆորմացիա պարունակող եւ այն ամեն ինչը հայրերը որ ժառանգել են, սովորել են եւ ընկալել են իրենց նախնիներից, հայրերից, շրջապատներից եւ այլն, եթե չեն կարողանում նույնիսկ մի բան ավելացնել, գոնե այդ ինֆորմացիան ճիշտ գրագետ, մաքուր, ազնիվ եւ պինդ փոխանցել հաջորդ սերունդին։ Յուրաքանչյուր հոր մասին է խոսքը, յուրաքանչյուր անձի մասին է խոսքը, յուրաքանչյուր մասնագիտության։ Սա միայն մասնագիտական կարողությունների մասին չեմ խոսում, այդ դեպքում է պահպանվում ազգը։ Պարոն Մինասյան, երբ փոքր էիք, հեչ պատկերացրել եք, երևակայել եք, որ դուք կզբաղվեք նաև բեմարվեստով։ Ոչ, բնականաբար ոչ, բեմարվեստով, բեմանկարչությունով առաջի անգամ առիթ եղավ, ես էլ մասնագետ չէի, ուսանող էի, քանդակի բաժնում էի սովորում, առիթ եղավ երևի 4-րդ թե 5-րդ կուրսում էի արդեն ինստիտուտի, ընկերս ռեժիսոր, որը հրավիրեց մի ներկայացում էր անում, հրավիրեց ինձ որպես բեմանկարիչ, ես զարմացա իհարկե, ասացի ինչ կապ ունեմ, պարզվեց հետաքրքիր ուրեմն գաղափար ուներ, որ կերպարները պետք է քանդակներ լինեին, ընդհանրապես այդ առիթով եմ ես հրավիրվել, հետո որ սկսեցի աշխատել, տեսնել, սովորել, արդեն հասկանալ, սիրահարվեցի թատրոնին, թատրոնն էլ այնպես այնց օրգանիզմ է, որ չես կարող չսիրահարվել, մի անգամ ներսից տեսնես, ում ներսից քեզ պետք չէ դա բացատրել, արդեն փոխվել չկա։ Այնպես ստացվեց, որ դրանից հետո արդեն շատ երկար տարիներ մինչև հիմա զուգահեռ աշխատում եմ նաև թատրոններում տարբեր։ Եվ ինչ հատկանիշ է ձեզ համար ամենակարևորը բեմանկարչի համար։ Բեմանկարչի համար ամենակարևորը, որ անելուց հասկանա անելիքը։ Ես ուսանողներիս օրինակ մի ֆորմուլա ունեմ, որ ասում եմ պետքա միանգամից չի կարելի վեցնել ու դեկոր նկարել, պարզապես սիրուն գեղեցիկ դիզայն ստեղծել, պետքա հասկանալ ինչ ես անում, ինչի համար ես անում, նոր վերջում ոնց ես անում։ Այսինքն այն իդեան, այն գաղափարը, թե ինչ ես անում եւ ինչի համար ես անում, ով պետք է տեսնի, ով պետք է ազդվի, ով ինչ պետք է սովորի, ում կյանքում ինչ պետք է փոփոխություն լինի կամ չգիտեմ, այսինքն ամենակարևորը առաջնայինը դա անելիքի իդեան է, գաղափարը։ Նոր հետո գալիս է մնացած տեխնիկական եւ մասնագիտական, հա, դիզայն, ճաշակ, գեղեցկություն եւ բնականաբար ամեն ինչ պետք է լինի ճաշակով, գրագետ, հարմարավետ, հնարավորություն տա եւ ռեժիսորին եւ դերասանին ճիշտ միզանսցեն կառուցելու եւ այլն, բայց ամենակարևորը ասելիքն է։
ասելիքը, գաղափարը։ Եվ ոչ միայն բեմանկարչության մեջ, ընդհանրապես։ Խոսենք երեք ընկեր ներկայացման բեմանկարչության մասին, դա ձեր ստեղծած աշխարհն է, որտեղ ես նվազագույնը ամիսը 2 անգամ ապրում եմ, պարոն Մինասյան, ու ինձ հետ շատ մարդկանց տեղափոխում եմ ձեր ստեղծած պայմանական իրականություն, ոնց մոտեցաք այս բեմադրությանը։ Այս բեմադրությունը ես ճիշտն ասած շատ զբաղված էի, ծառաբեռնված էի ուրիշ քանդակային պատվերներ ունեի, չէի կարողանում եւ չէի ուզում անել, բայց ես ուրախ եմ, որ ռեժիսորը Հրաչիկ Քեշիշյան իմ ընկերը ինձ համոզեց, ես հրաժարվում էի, չպետք է անեի։ Ես ուրախ եմ, որ նա ինձ համոզեց եւ միացա ես այս աշխատանքին, որովհետեւ արդյունքը ինձ շատ գոհացրեց, ես շատ ուրախ եմ ու հանգիստ եմ։ Շատ բոլոր գործերը չեն, որ տենց է մեր աշխատանքը, մեր մասնագիտությունը, բոլոր աշխատանքները չեն, որ վերջում գոհ ես լինում, բնականաբար։ Ու գոհ լինելը իմ արած աշխատանքի մասին չի, այ ներկայացումը, թե ինչ ստացվեց, ես ուրախ եմ, որ մի մասնիկը եղա այս ներկայացման, որովհետև այն բարձր ճաշակը, որը ռեժիսորը բերեց, այն դերասանական ձեր խաղը Ներսես ջան, քո եւ ընկերների դույով եմ էլի դիմում կարող եմ, չէ՞, մենք այդ դերասանական խաղը, երաժշտությունը եւ այլն ամեն ինչը շատ հետաքրքիր էր եւ նման ներկայացումներ խոսքը ճաշակի եւ նրբության եւ բազմաշերտ ասելիքների ճիշտ դասավորվածության եւ էմոցիաների, մեսիջների մասին եմ խոսում, շատ ակտուալ է ու շատ կարեւոր է շատ լինեն նման ներկայացումներ, որտեղ այդ ներկայացումից հանդիսատեսը ինչ որ բան իր հետ տանում է տուն։ Ես դա գիտեմ, տարբեր մարդիկ, որ նայել են ներկայացումը, հետո կիսվել են իմ հետ եւ ես դա զգում եմ, սա պարզապես շոու չի, սա պարզապես սիրուն գրագետ կամ պրոֆեսիոնալ դերասանների խաղ չի։ Սա երևույթ դառավ, որի համար ես ուրախ եմ։ Ես էլ այո շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ նաեւ, որ ունեցանք հնարավորություն ձեզ հետ աշխատելու, պարոն Մինասյան, եւ խոսելով այս երկու տարբեր աշխարհների մասին ամեն դեպքում, հա, քանդակագործությունը եւ բեմանկարչությունը, ինձ շատ հետաքրքիր են դրանց տարբերությունը ըստ ձեզ եւ դուք ինչպես եք այդ երկու աշխարհները միավորում։ Իրականում ինձ համար, իմ համար տարբերություն չկա։ Տարբերությունը նյութն է, տարբերությունը գործիքն է, բայց նույն ձև ես վերաբերվում, որովհետև ես կրկնվեմ ասեմ, ես չի կարելի քանդակ անել միանգամից կավով քանդակել նման քիչ թե շատ անց, չի կարելի ձևավորում միանգամից անել դիզայն սիրուն բան, պետք է մտածել իդեա, իսկ եթե իդեա ես մտածում, առաջինը գաղափար իդեա, ասելիք, ոչ մի տարբերություն, դա քանդակ է, բեմանկարչություն է, գրաֆիկա է, լոգո է, թե պարզապես, չգիտեմ, տանը սեղան ես, ինչ որ հարդարում հյուրեր դիմավորես, նույն ձև պետք է վերաբերվես, նույն ձև պետք է նվիրվես, որովհետև բոլոր փոխհարաբերությունները իրանք բան են, փոխադարձ են, ոնց որ ընկերությունը, ոնց որ սերը, ոնց որ եւ այլ, նույն ձև արվեստը ու աշխատանքը եւ հեղինակը էլի փոխադարձ պետք է լինի, եթե դու չնվիրվեցիր, չտրվեցիր, չես ստանալու։ Իսկ ընդհանրությունը իրանք նման են, իմ դեպքում շատ հարազատ են դառել, համ երկար տարիների պատճառով, համ էլ երկու դեպքում էլ արդեն գաղափարից դուրս արդեն որտեղ ավելի մասնագիտական բաներ ասեմ, երկուսն էլ գործ ունես տարածության հետ, երկուսն էլ գործ ունես մեծ մասշտաբի հետ, երկուսն էլ գործ ունես դրամատուրգիայի հետ եւ բեմանկարչությունը իրականում որ ես զբաղվեցի 20 տարուց ավել բեմանկարչություն որ անում եմ բեմանկարչությունը թատրոնը ինձ օգնեց քանդակում ինձ սկսեցի քանդակը ուրիշ ձև մտածել դրամատուրգիայով, զարգացումով, կուլմինացիայով, այդտենց փորձեցի ու հասկացա, որ դա հետաքրքիր է եւ հակառակը, քանդակը ինձ օգնեց բեմանկարչության մեջ, որտեղ ես մասնագետ չէի, մտա այդ աշխարհ, բայց ես արդեն գիտեի ծավալ, ես հասկանում էի ինչ որ բաներ եւ դա ինձ օգնեց, մեկը մյուսին լրացնում են։ Կոմպենսացնելու։ Այո։ Ինչն է ձեզ համար ամենամեծ ոգեշնչման աղբյուրը։ Ամեն ինչը կարող է լինել, ամեն ինչը։ Երեխան, սերը, ծիծաղը, անեկդոտը, երևույթը, հայրենիքի հաջողությունը, ճիշտ է, որ մենք սպասում ենք այդ օրը գալու է բնականաբար, ամեն ինչը կարող է լինել ոգեշնչում, ոգեշնչման աղբյուր կարող է լինել, չգիտեմ, մի մարդ կողքովդ կարող անցնի եւ իր հագուստի գույների համադրությունը կարող է ոգևորել ու դու գնաս միագույն արձան ստեղծես, գույնը կապ չունենա, բայց դու ոգևորվեցիր, ինչ որ մի կայծ խփեց, վառվեց, չգիտեմ ինչ եղավ, կրակը վառվեց ու դու ստեղծագործում ես։
Ամեն ինչը կարող է լինել, հատուկ տես բան չկա։ Ռադիոյի տան արչև տեղադրված է ձեր հնչող արձանը եւ փաստորեն դուք որոշել եք որ արձանը պիտի երգի։ Ու եթե արձաններից մեկը ենթադրենք, հա, կենթանանար ու խոսեր ձեզ հետ, որ արձանը կուզեիք որ լիներ։ Շատ հետաքրքիր հարց է, որովհետև առաջ անգամ եմ այս հարցը լսում։ Ամբողջ խնդիրը այն է, որ բոլոր արձանները եւ միջև ստեղծում են իմ հետ խոսում են։ Ես չգիտեմ, որ արձանը կուզեի իմ հետ խոսեր։ Երևի թե չգիտեմ, երևի չկա այդ արձանը, դեռ չեմ կարող պատասխանել, որտեղ բոլոր արձանները իրանք ես երբ որ քանդակում եմ, երբ միջև իմ հետ չխոսան, ես չեմ համարում, միջև էներգիան չտան, միջև չկանչեն, միջև դիալոգը չլինի իմ ու արձանի, ես չեմ համարում աշխատանքը ավարտած։ Եվ չգիտեմ, որովհետև այնպես է ստացվել, որ իմ կատարած, իմ քանդակած արձանների մեծ մասը կոնկրետ դեմքեր են, հա, կոնկրետ դեմքեր են, Սոս Սարգսյան, Ենգիբարով եւ այլ, շատ քիչ կա արձան, որ վերացական են պատմական կամ այսօրվա դեմք չեն։ Եվ այդ կոնկրետ դեմքերի դեպքում ձեր հարցի պատասխանը, թե որ արձանը կուզենայի խոսալ, այստեղ եթե նույնիսկ պատասխանեմ, ես ընտրելու եմ ոչ թե արձան, այլ այդ կերպարում այդ կուզեի խոսեի։ Դրա համար ես չեմ կարող պատասխանել հիմա, դա չի լինի բանը, ճիշտ չի լինի։ Որտեղ ես ընտրելու եմ անձին ում այդ կուզենայի խոսեի, Ենգիբարովին, թե ում, ոչ թե արձանը։ Պարոն Մինասյան, կհիշեք այն պահը, երբ առաջին անգամ զգացիք, որ ձեր արած գործը իսկապես ազդեցություն է թողել։ Գիտեք ինչ, դա ես կարող եմ հիմա բերել տղամարդիկ արձանի օրինակը, որ շատ լուրջ հաջողություն ունեցավ։ Ես կարող եմ բերել միջև այդ մի հատ դրամատիկական թատրոնի հենց կողքը ունեմ, բան չէ, Մոսկովյան բակապան այդ հավաքարարի արձան, որ շատ էին հավանել եւ այլ, բայց իրականում որ ճիշտ լինի, ես կասեմ, որ դա այդ քանդակը չեք էլ տեսել, այդ քանդակը կամ այդ քանդակները, դա իմ առաջի փորձերն էին, որ ցուցահանդեսների էի մասնակցում, երիտասարդական, ուսանողական, եւ այդ ժամանակ շատ կարեւոր էր, այդ ժամանակ շատ հաճելի էր, այդ ժամանակ շատ ոգևորող էր, որտեղ այդ ցուցահանդեսում մրցանակ էի ստանում լավագույն քանդակի, մարդիկ շնորհավորում էին, հավանում էին, այդ ազդեցությունները ավելի ուժեղ էին, այդ ժամանակ ես սկսեցի ավելի հաստատվել, ավելի հասկանալ, ավելի սիրահարվել այս մասնագիտությանը։ Իսկ եթե լուրջ մեծ արձանների մասին, իհարկե ամենալուրջը, ամենաուժեղը տղամարդիկ արձաններ, որտեղ նա առաջիններից էր։ Հետո էլի ան արձաններ, Սոս Սարգսյանի արձանը պակաս, ասենք, հաջողություն չունեցավ եւ, բայց որ արդեն իմունիտետ ունես, հա, արդեն սովորական ես ավելի նայում, ավելի հանգիստ, ավելի փորձում ես չհավատաս քո հաջողությանը, որ դա չփչացնի քեզ, մի քիչ ավելի հիմա անկեղծ կհնչի, թե մի քիչ ձևական, բայց պետք է համեստ մնալ, որ հանկարծ չհավատալ, որ չսպառվեմ, որ ձգտեմ էլի ավելի նոր բաներ սովորեմ, ուսումնասիրեմ։ Երևի մեծ արձաններից տղամարդիկ։ Շարունակելով խոսել արձանների մասին, խոսենք Լաբոհեմ ապագա քանդակից, պարոն Մինասյան, եւ ձեր էսքիզը հաղթեց Շարլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված մրցույթում։ Հուշարձանը նախատեսվում է տեղադրել Շարլ Ազնավուրի հրապարակում մեծանուն շանսոնիեի ծննդյան 100-րդ հոբելյանական միջոցառումների շրջանակում։ Որ փուլում եք ուր եք հասել։ Հիմա դե սովորաբար անավարտ գործերի մասին չեմ սիրում խոսել, հատկապես հանրային դաշտում, բայց հիմա կավի մոդելի արձանը ինքը ունի մի քանի փուլ, հա, արձանը էսքիզից հետո արվում է կավից, հետո գիպս է դառնում, հետո մոմ, հետո նոր բրոնզից ձուլվում է, եւ կավի մոդելն եմ հիմա անում, Շարլ Ազնավուրի ավարտին եմ հասցնում արդեն, օրերի հարց է, որ ֆիգուրա, հենց ինքը կերպարը, պորտրետը, մարմինը եւ այլ արդեն ավարտին հասվի։ Մի քիչ առաջ որ ասեցի կրկնվեմ, արդեն խոսում է հետս, ոնց որ արդեն հանգիստ եմ մի քիչ։ Եվ այդ, չգիտեմ, կոնկրետ որ օրը կհասցվի, ոնց կհասցվի, որովհետև Շարլ Ազնավուրի արձանը, իրականում բոլոր արձաններին եմ տենց վերաբերվում, բայց Շարլ Ազնավուրը հատկապես պատասխանատվությունը, որ Շարլ Ազնավուրի արձանը հատկապես պատասխանատվությունը, որ ես ժամկետի կոնկրետ օրվա խաթր ես չեմ շտապելու, շտապողականություն չեմ մտցնելու, ինչ որ բան բաց թողումներ չի լինելու։ Ինքը պետք է լինի, ինչ որ ես ուզում եմ լինի։ Եվ ընթացքում է բավականին լավ վիճակում։ Հրաշալի։ Եվ չնայած նշեցիք, որ չեք սիրում խոսել դեռ անպատրաստ արձաններից, Ես դառը փորձ ունեմ, ներսես ջան։
Բայց ես մի հարց էլ տամ։ Այ օրինակ ինչպես է լաբո եմ քանդակը արտացոլում Ազնավուրի արվեստի ու կյանքի էությունը ու ինչ խորհրդանշական տարեր կան ներառված հուշարձանում։ Եթե արդեն Էլի ստացվում է ինքս իմ մասին խոսեմ, բայց լավ, որ հարցել եք երկու բան ասեմ։ Շարլ Ազնավուրի մրցույթը երբ որ հայտարարվեց, առաջին մրցույթին չեմ մասնակցել։ Երկրորդին մասնակցեցի, որտեղ երկրորդ մրցումի հայտարարված տեղանքը, որտեղ պետքա տեղադրվի, ինձ դուր եկավ առաջինի մրցույթում, ես որպես քանդակագործ, որպես հեղինակ դա ուրիշ խնդիր չի, այդ տեղում չտեսա ես արձան, որ կարող եմ անել, իսկ ընդհանրապես արվեստագետը եւ ոչ միայն արվեստագետը յուրաքանչյուր մարդ պետք է ազնիվ լինի իր գործի մեջ, չի կարելի հանուն աշխատանքի աշխատել, պետք է ինչ-որ ավելի հանուն ավելի լուրջ բաների աշխատել։ Եվ մրցույթին մասնակցեցի, ինչը վերաբերվում է սիմվոլներին, հա, ինչ-որ բաներին, Շարլ Ազնավուրը ինքը գիգանտ է, ինքը համաշխարհային է, հատկապես հայերի համար ինքը հարց չկա եւ ես հասկանում եի, որ ինքը պատվանդան պետք է չունենա։ Ես այդ մի բանն էի հասկացել, ես դեռ չգիտեի ինչ եմ քանդակելու, ես դեռ չգիտեի ոնց եմ քանդակելու, բայց ես հասկանում եի, որ ինքը պետք է թռչի, ինքը չպետք է պատվանդան ունենա։ Եկավ այդ գաղափարը, որ ինքը օթում է, պատվանդան չկա, մի քիչ հատակից բարձր է, վեհացած է, ինչի հաշվին ես որոշեցի անեմ ձեռքերի, ծափահարող ձեռքերի։ Այսինքն այդ քանդակում կա երկու գործող անձ, Շարլ Ազնավուրը եւ մենք բոլորս իր հանդիսատեսը։ հրաշալի է։ Հիմնական գաղափարը դա։ Սպասում ենք նոր աշխատանքին։ Որը կարծում եմ, հա, ասեմ, որը կարծում եմ մի քիչ էլի անհամեստահնչում, բայց եթե Շարլ Ազնավուրը լսեր այդ դրա մասին, այդ գաղափարի մասին, հաստատ կուրախանար։ Եվ իր տղան մի ինտերվյուում, հա, Նիկոլան ասեց, որ այստեղ շատ կարևոր է, որ Շարլ Ազնավուրը ում համար տրվել է, որպես արվեստագետ ումով ապրել, ում որ տրվել է, իրանք էլ են ներկա այս արձանում։ Հրաշալի։ Սպասում ենք, պարոն Մինասյան։ Ձեր շատ աշխատանքներում երբեմն կա հումոր, երբեմն նոստալգիա, որն է ձեր սիրելի աշխատանքը ու ինչու եթե առանձնացնենք որևէ մեկը։ Էլի եմ ասում, ես չգիտեմ։ Էլի անձնավորվելու է։ Չկա աշխատանք, որը արվում է ուղղակի պարզապես նույնիսկ այն աշխատանքները, որոնք քաղաքում չեն տեղադրվելու, նույնիսկ այն աշխատանքները, որ մասնավոր պատվերներ են, տարբեր տեղեր տեղադրվելու, փակ զոնաներում, չգիտեմ, եւ բոլորը փորձում եմ անել որպես ամենակարևոր աշխատանք, ամենակարևոր էտապը, հա, որովհետև յուրաքանչյուր մի կյանքն ենք ապրում եւ մի մասնագիտություն եմ ընտրել եւ ես եթե այս մասնագիտության մեջ տարբերեմ աշխատանքները եւ սա որոշեմ, այս մի ամիս այս աշխատանքը լուրջ չեմ վերաբերվում կամ եմիջայլուց եմ անում, դա առաջինը ինձ են վնաս տալի իմ կյանքից է կորում այդ ժամերը եւ իմ էներգիան է իզուր, հա, վատնում եմ իմ ժամանակի ուժերի մյուս ռեսուրսները։ Դրա համար բոլոր աշխատանքներին ես շատ լուրջ եմ վերաբերվում ու սիրելով եմ անում։ Դեպքեր լինում որ հրաժարվում եմ աշխատանքից, թեմայից եւ այլ, որովհետեւ այդպես չեմ կարողանալու, հա, մոտենամ եւ ելի եմ ասում, որ հատուկ տենց աշխատանք չկա, բայց եթե պետք է պատասխանեմ, ես կպատասխանեմ, որ էլի մի փոքր աշխատանք, որը իմ կատալոգներում կա, ցուցահանդեսներում ցուցադրվել է, հաստոցային փոքր աշխատանք է։ Մի աշխատանք ունեմ, որը ժամանակին շատ վաղուց, երբ որ այդ աշխատանքը կատարել էի, մայրս նայեց, ասեց, ուղղակի ասեց, Դավիթ, որ խնդրեմ ես գործը չվաճառես։ Ասեցի, մամ ջան, ուրեմն ես քո գործն է։ Այդ իմ համար ամենակարևոր աշխատանքն է։ Չէ, այդպես ասեմ։ Խոսեք նաև Դավիթ Մինասյան ուսուցչի մասին։ Ինչպիսին եք դուք որպես ուսուցիչ, հանգիստ, խիստ, ընկերական։ Ուսանողներից տեսակետից կարող է ամենալավը չեմ, վատնեմ, բայց ես գիտեմ, որ փորձում եմ լինեմ լավը։ Փորձում եմ լինեմ ընկեր, փորձում եմ փոխանցեմ այն ամեն ինչը, ինչ որ ես ձեռք եմ բերել տարբեր կյանքի էտապներում իմ փորձով, իմ ավակ ընկերներին լսելով եւ այլ, հնարավորինս քիչ եմ պատմում եւ խոսում են ամեն ինչը գրքերում գրած է, ասում բարի եղեք, մտեք գրադարան կամ ձեր Վիկիպեդիաները, Google-ները եւ կարդացեք։ Փորձում եմ ուսանողներին սիրահարվածնել այդ աշխարհին, այդ կյանքին, որովհետեւ այն մարդը, այն ուսանողը, որը սիրահարվեց իր աշխատանքին, հետո բռնել չի լինի։ Էլ չես կարա փոկես այդ գործից, ինքը կաշխատի ու կաշխատի։ Փորձում եմ այդ նույն երեխեքին ուղղորդել, որ չմոռանան ով են, ինչ են եւ ուր են գնում։ Փորձում եմ երեխեքին
տալ են ուժը, որ հավատան իրենց, որ կարող են, ամեն ինչ կարող են անել, այդպես։ Իսկ որն է ձեր սիրելի նյութը, որտեվ շատ ստեղծագործող մարդիկ, շատ արվեստագետներ ունեն սիրելի նյութ, հա, մետաղ, փայտ, չգիտեմ, կտավ, ձեզ համար որն է ամենախոսուն նյութը։ Միանգամից կասեմ բրոնզը, այդպես ստացվեց։ Եթե նյութը ինքը ինչ է, տեխնիկա, մեր ուրեմն Հայաստանի պայմաններում միգուցե ուրիշ հնարավորություններ լիներ, ուրիշ սիրած նյութ ունենայի, մեր պայմաններում ամենաշատ, ամենաջերմ, իմ մտածածի, իմ էսկիզի, իմ քանդակի համապատասխան նյութը բրոնզն էր եւ ամենաշատ աշխատանքները բրոնզից ունեմ։ Եվ վերջում մի հարց էլ կինոյի մասին, պարոն Մինասյան, ես գիտեմ, որ ոչ մի կերպ ձեզ չեն կարողանում կինո արտադրություն բերել, ինչ պատճառ կա, որ չեք ուզում աշխատել։ Մեղք եմ ես։ Քանդակն ու թատրոնը հերիք է։ Շատ լավ։ Շնորհակալություն, որ ներսում եք, շնորհակալություն իմ հարցերին համբերատար պատասխանելու համար, բայց այսքանով ձեզ դեռ բաց չենք թողնում։ Հիմա կարճ դադար, որից հետո մենք ունենք փոքրիկ էքսպերիմենտ, այնպես որ մնացեք մեզ հետ։ Գարուն եկավ ծաղկով իմ կնքուս Շուտով խաղի ժամանակ Դավիթ Մինասյանը փորձելու է կռահել Ներսեսի արվեստային խաչմերուկները կամ էլ պարզապես փրկել իր պատիվը բեմի վրա։ Վերադառնում ենք մի քանի վայրկյանից։ Արի նազիտ մերնեմ Սարի լալա բոյիտ մերնեմ Արի նազիտ մերնեմ Սարի լալա բոյիտ մերնեմ Բարի վերադարձ Ներսարի, իսկ հիմա ինչպես ասում են, արվեստը կյանք է, բայց երբեմն խաղ։ Երբ գալիս եք տուն, տանը էլի կոմպոզիցիաներ եք մտածում, պարոն Մինասյան։ Ամենտեղ։ Հիմա էլ եմ մտածում։ Այդ շատ լավ է, որովհետև մենք ունենք մի փոքրիկ էքսպերիմենտալ խաղ ձեզ հետ, որը մենք անվանել ենք ասոցիացիոն ռեակցիա, եւ շատ հեշտ է կարծում եմ լինելու այն ձեզ համար, պարոն Մինասյան։ Ես ասում եմ բառ կամ հասկացություն, դուք նկարում եք առաջին բանը ուղղակի, որ գալիս է ձեր մտքին։ Չենք մտածում, ուղղակի միանգամից արձագանքում ենք։ Հետաքրքիր է, բայց առանց մտածելու սովոր չեմ նկարել։ Ես հանձնում եմ ձեզ մատիտը եւ թուղթը։ Լավ, հետաքրքիր է։ Գնացինք։ Եվ այսպես, առաջինը ճեմասրահ։ Երևի թե վերջ։ Այո, ճեմասրահ։ Հաջորդը, պարոն Մինասյան։ Լույս։ Լույս։ Գաղափար։
Երևի էսպես։ Գաղափար։ Ամբողջ ալբոմն ենք նկարել։ Մնաց եւս 3-ը պարոն Մինասյան։ Խնդրեմ, ինձ էլ այդ ակտի արդեն։ Խոստովանություն։ Կարմիր մատիտ ունեք կամ գրիչ։ Ես հիմա կբերեմ անձամբ։ Չէ, լավ, պարտադիր։ Գրիչ ունենք պարոն Մինասյան։ Շնորհակալ եմ։ Վաու։ Երկար նայեցիր այդ մեկը ներսես։ Նախավերջինը պարոն Մինասյան։ Խորություն։ Դու։ Ուղղակի գիրք, բաց գիրք։ Այո։ Եվ վերջինը։ Անսպասելիություն։ Հենց էս բանն է, կոնկուրսն է։ Անսպասելի էր։ Եվ վերջինը անսպասելիություն։ Չկա դրա պատկերը։ Բոլոր պատկերները սպասելի են, չէ՞։ Եթե կա գլխումդ պատկեր, ուրեմն հնարավոր է որ իրականանա, չէ՞։ Կարծում եմ, անսպասելիություն։ Չէ, ես մեկը չգրեմ, ես տեսակ ուղղակի էմոցիա։ Խնդրեմ։ Վերջ։ Այո, շնորհակալություն պարոն Մինասյան։ Ես եմ շնորհակալ, շատ Շմերժեցիք մեր էքսպերիմենտալ Շատ առաջարկը։ հետաքրքիր էր, Շնորհակալություն, որ ներսում եք, շնորհակալ եմ, որ կիսվեցիք ձեր բոլոր էմոցիաներով ու մտքերով։ Շնորհակալություն, որ կաք բոլորիս կյանքում, որ կա Երևանում այն ինչ որ կա ձեր շնորհիվ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ պարոն Մինասյանին հրաշալի երեկոյի համար, ձեր պատմություններն ու ձեր արվեստը ստիպեցին մի պահ կանգ առնել ու տեսնել քաղաքը, բեմը ու մեր մեջ եղած արձանները մի փոքր այլ կերպ։ Շնորհակալություն նաեւ մեր գործընկեր Վիենդեմ Կոնյակին, որը
գիշերը դարձրեց համով։ Հատուկ շնորհակալություն Ռուսլայնին ու մեր նվագախմբին տղեկ շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք ու մեր բեմը անփոփոխ միշտ հրաշալի է։ Եվ ձեզ ելի հանդիսատես շնորհակալ եմ, որ այստեղ եք տանը, ստուդիայում կամ երևի նույնիսկ արձանի կողքին կանգնած նայողներին։ Շնորհակալություն բոլորին, որ մեզ հետ եք։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը, սա Ներսարի գիշերային շոուն է։ Բարի գիշեր։ Երևան անչափ սիրում եմ քեզ Երևան հոգումս ես Ինչ էլ որ լինի միասին ենք մենք երկուսով Երևան դուրավորերս ես Երևան ընկերս ես Բաց երկնքի տակ դու հավես սիրո քաղաք